5 ամիս անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը եւս 2 ամիս մինչև հունվարի 18-ը կմնա կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Կարապետյանի խափանման միջոցը 2 ամսով երկարաձգելու մեղադրողի միջնորդությունը։ Պաշտպանները ուշադրություն են հրավիրում ուշագրավ մի հանգամանքի վրա։ Հայկական ժամանակ օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը դատարանի որոշումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ 2 ամիս կալանքը միջնորդությունը կալանքը երկարաձգելու վերաբերյալ բավարարել, երբ դրանից 1 ամիս առաջ ասվում էր, որ 1 ամսով է երկարաձգվում կալանքը։ Սա պարզապես անլրջություն է ուղղակի։ 5 ամիսը նշված քննության նոյեմբերի 3-ի դրությամբ ավարտվել էր։ Նոյեմբերի 3-ի դրությամբ կոչի դրվագով կար վճռաբեկ դատարանի որոշում։ Վճռաբեկ դատանի որոշում կար, հիմա եթե դուք ուզում եք, որ փորձենք քրեադատավարական իրավական տեսանկյունից այս իրավիճակը վերլուծել, շատ լավ։ 5 ամիսը արդեն իսկ քրեադատավարական իմաստով նոյեմբերի 3-ի դրությամբ ավարտված էր։ Ինչ է դրան հաջորդում։ 53 քննիչների անգործությունը։ Կարապետյանը դատարանում եւս մեկ անգամ պնդել է, որ մեղադրանքը չի ընդունում եւ պետք է ազատ արձակվի, բայց դատավոր Սարգիս Դադոյանը հիմք է ընդունել 53 քննիչների ու դատախազի պնդումները, թե գործարարն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։ Դատարանի որոշումը պաշտպանները դեռ չեն ստացել, բայց ամբողջ գործընթացը իրավական ծաղր ու ահաբեկչություն են համարում։ Երեկվա դրությամբ մենք ականատես եղանք, որ հեծի լիցենզիան ակնհայտ ապօրինի կերպով դադարեցվեց։ ՀՑԿՀ համապատասխան որոշման մեջ ինչ է ձևակերպվում։ Ասվում է, որ 3 ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն։ 3 ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանակցեն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են ի վերջո պատանդ պահում մարդու։ Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն։ Հայտարարության հաջորդ օրը հունիսի 18-ին գործարարը կալանավորվեց։ 4 ամիս հետո հոկտեմբերի 13-ին Կարապետյանին նոր մեղադրանք առաջադրվեց փողերի լվացման հոդվածով։ Մեղադրանքի հետ Սամվել Կարապետյանը որևէ առնչություն չունի։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։